Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք քննարկելու ենք Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին։ Այս հարցը հետաքրքիր է եւ կարևոր բոլորիս համար։ Եվ համարում եմ, որ ձեր հետ միասին վերլուծելը մանրամասն Հայաստանի տնտեսությունը տարբեր տեղեկատվություններ տվյալներ ձեզ ներկայացնելը այս ձևաչափով շատ օգտակար կլինի մեր ընդհանուր վերլուծությունների այս տրամաբանության ներքո։ Առաջին հերթին ես ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաև գրեք ձեր մեկնաբանությունները բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ դա կարող օգնի ձեզ, որ իր ժամանակին ստանաք թարմ տեղեկատվությունները եւ միանգամից կարողանաք դիտել վերլուծությունը, երբ այն դուրս է գալի, դա շատ կարևոր է նաև։ Կարող եք դուք նաև բաժանորդագրվել ալիքին հատուկ միջոցով, որը նշված է ալիքում, եւ կարող եք նաև աջակցել ալիքին ցանկության դեպքում նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք մեր կարևոր այսօրվա թեմային։ Եվ առաջերտին պետք է ասեմ, որ Հայաստանի տնտեսությունը ընդհանուր առումով 2025 թվականի նախնական տվյալներով դրական զարգացում ունի։ 5%-անոց ՀՆԱ-ի աճը կարելի ասել շատ լուրջ ձեռքբերում է հայկական տնտեսության համար, բայց եթե համեմատենք նախորդ տարիներին, ապա կտեսնենք, որ 2020 թվականը շատ մեծ հարված էր Հայաստանի համար, դա վերաբերվում էր ինչպես իհարկե պանդեմիային վերաբերվող, համաճարակին վերաբերվող այդ հարցին, խնդրին, այդպես էլ վերաբերվում էր միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձություններին եւ իհարկե պատերազմին։ 7,2%-ով Հայաստանի ՀՆԱ-ն նվազեց, Հայաստանի տնտեսությունը փոքրացավ։ Դրանից հետո 21 թվականի աճը նորմալ աճ էր, ես կասեի, համեմատ այն իրավիճակի, որը 20 թվին էր, 5,8%-ով աճը ընդհանուր առումով մեղմեց այն հետընթացը, որը կար 20 թվականին, բայց դրանից հետո 22 թվականի աճը, որը նաև աջակցված էր Ռուսաստանում ձևավորվող իրավիճակով, 12,6% էր, որը շատ լուրջ առաջընթաց է եւ կարելի ասել հարցը պատերազմից եւ կովիդից ձևավորված խնդրի լուծեց 22 թվականը։ 23 թվականից մենք արդեն աճի փուլ ենք մտնում, երբ ակնհայտորեն հայկական տնտեսությունը լուրջ աճ է արձանագրում եւ 23 թվականին 8,3% է Հայաստանի տնտեսության աճը։ 24 թվականին եւս 5,9% եւ 25 թվականի նախնական տվյալներով 5%։ Այսինքն վերջի 4 տարվա ընթացքում մենք ունենք 12,5, մոտավորապես 8%, մոտավորապես 6% եւ հիմա 5%։ Տենում ենք նվազման տենդենսը, բայց կայունացման տենդենս էլ սրանում կա, որովհետեւ առաջի այդ աճը, ինչպես ասացի, ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակով էր ձևավորված մեծ առումով, բայց ես նաև ուզում եմ ՀՆԱ-ի տվյալները ձեզ նոմինալ Միացյալ Նահանգների ԱՄՆ դոլարներում ուրեմն նշեմ, որ եթե 2020 թվականին 12,6 միլիարդ դոլար էր, ապա մենք տեսնում ենք, որ 21-ին 14 միլիարդի բարձրացավ, վերադարձավ ինչ-որ այդ ցուցանիշին, եւ 22-ին արդեն լուրջ աճը 19,5 միլիարդ դոլարի հասավ ՀՆԱ-ն։ 23 թվականին դա արդեն 24 միլիարդ դոլար էր ՀՆԱ-ի, 24-ին 26 միլիարդ դոլար եւ հիմա հասել ենք կներեք 28 միլիարդ դոլարի։ Շատ հետաքրքիր ցուցանիշ է ընդհանուր առումով եւ 5%-անոց աճը իհարկե շատ բարենպաստ է։ Այդ ամեն ինչը տեղի է ունենում Հայաստանում ընդհանուր առումով կայուն գնաճի ֆոնին։ Եվ խնդիրը կար միայն 2021 թվականին, երբ գնաճը 7%-անոց էր, իսկ հետո 22 թվականին 8,6%, խնդիր էր, որովհետև միջազգային գնաճը առհասարակ շատ լուրջ մակարդակի էր բարձրացել, բացի դրանից նավթի գները շատ բարձր էին, $120 մոտավորապես, եւ դա լուրջ ազդեց ամբողջ
ուրեմն Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև միջազգային եւ գնաճը հասել էր շատ բարձր ցուցանիշների։ Գնաճը 23 թվականին 2% էր ասել, իսկ 24 թվականին փաստացի գնաճ Հայաստանում չկար, 0.3%։ Այս տարի 3-4% է, 25 տարի նկատի ունեմ, նախատեսված։ Կարող եմ ասել, որ մենք ունենք մի կողմից Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպի նվազում մինչև 5%, եւ միևնույն ժամանակ ցավոք, բայց գնաճը Հայաստանում այս պահին կարելի ասել կա եւ 3-4%-ը մոտավորապես վերջի տվյալները կունենանք, դա չի կարելի ասել, որ քիչ է գնաճը։ 0.3 գնաճն էր 2024 թվականի քիչ։ 24 թվականը այդ առումով շատ լավ է ստացվեց, որովհետև 6%-անոց աճի իրավիճակում կարելի ասել 0% գնաճ էր։ Իսկ 25 թվականը 5%-անոց գնաճի 5%-անոց ՀՆԱ-ի աճի իրավիճակում 3-4%-անոց գնաճը խնդրահարույց է, այսպես մեղմ ասեմ, խնդրահարույց է եւ այս ուղղությամբ աշխատանք է պետք ծավալել, հատկապես կառավարության աշխատանքը նկատի ունեմ եւ կարծում եմ, որ մեծ մասամբ աշխատանք վարվում է, այդ թվում խոսքին գնաճի բաղադրիչը ներառում է էներգակիրների հարցը, բենզինի, գազի, նավթի եւ այլն։ Այդ հարցը ավելի մրցունակ դարձնելը շուկան այդ ուղղությունով խոսքին կարող է օգտակար լինել եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը մասնակի կախվածության մասին չի գնում խոսքը։ Կարա ի օգուտ լինի։ Երեք տեսա, որ տնտեսության նախարարը Պապոյանը, ուրեմն առաջի հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի Պետրոս Ղազարյանի հետ ասել է, որ նրանից հետո, որ Ադրբեջանից սկսել է գալ բենզին եւ նավթ, ապա դիզել նկատի ուներ, ապա դրանից հետո կտրուկ սկսել է նաև նվազել ուրիշ մատակարարիչներին, այսինքն Ռուսաստանի եկած գինը, որ Ռուսաստանը կարողանա մրցունակ մնալ այդ շուկայում։ Դա ընդհանուր առումով շատ դրական է մեր համար, որովհետև ինչքան ավելի ցածր գները լինեն, այդքան Հայաստանի տնտեսությունն ի օգուտ։ Աշխատատեղերին ինչ վերաբերվում է 18%-անոց, ուրեմն աշխատատեղների փնտրող աստիճան էր մակարդակ 20 թվականին, ինչը բավական բարձր էր, եւ դրանից հետո տեսնում ենք հետաքրքիր տենդենց, որ նվազում է, հա, 21 թվականին 15.5, հետո արդեն 13% է մոտավորապես, միջինը 22 թվականից մինչև 25։ Կտրուկ նվազում այս պահին աշխատատեղերի շուկայում չենք տեսնում, եւ պետք է այստեղ էլ նշեմ, որ Հայաստանի կառավարությունը անելիք ունի, որ գնաճը նվազեցնի, աճը տնտեսության աճեցնի, իսկ աշխատատեղեր փնտրող մարդկանց քանակը նաեւ որ նվազի։ Եվ այստեղ նաեւ ուզում եմ նշեմ պարտքի մակարդակը ՀՆԱ-ի հանդեպ, եթե 20 թվականին շատ ծանր էր իրավիճակը, 67%-անոց պարտք ունեինք ՀՆԱ-ի, ապա հիմա այդ պարտքը իջել է մինչև 51%։ Եվ 67-ից մինչև 51 կարելի ասել այս ժամանակահատվածում նորմալ առաջընթաց է, որովհետև այս պարտքը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին աջակցելու ուղղությամբ, այդ թվում նկատի ունեմ իրանց այդ վճարները եւ այդ օգնությունը տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաև օգտագործվել է շինարարության ուղղությամբ, հատկապես ակտիվ օգտագործվել է 20 թվականից մինչև 25 թվականը այդ հատվածում ռազմական ուղղությամբ գնումների նկատի ունեմ զինված տեխնիկայի եւ այլն, ինչը շատ անհրաժեշտ էր, եւ այդ պարագայում մենք որ կարողացել ենք պարտքը նվազեցնել 67-ից մինչև 51%, այսինքն 16%-ով պարտքի մակարդակը նվազեցնել եւ այդ ամեն ինչը անել, եթե դա չլիներ, ապա շատ ավելի շատ պետք է լիներ եւ հնարավորություն կլիներ պարտքը նվազեցնել, դա իհարկե լուրջ ձեռքբերում է եւ այստեղ ես սա համարում եմ կառավարության էֆեկտիվ քաղաքականության հետևանք։ Ընդհանուր առումով ես հուսով եմ, որ կառավարությունը կշարունակի պարտքի ուղղությամբ իր քաղաքականությունը, որ նվազի պարտքի աստիճանը, որտեղ 50%-անոց պարտքը կայուն պարտք չէ։
Եվ ինչ վերաբերվում է ֆիսկալ քաղաքականությանը Հայաստանի, ապա պետք է ասել, որ ընդհանուր առումով դեֆիցիտը բյուջեի 3%-ի շեմին է մոտիկ եւ վերջի տարիների ընթացքում, ինչը 2-3%, ինչը իմ պատկերացումով կայուն է, եւ բայց իհարկե լավ կլիներ, եթե հասնենք 0%-ին, որովհետեւ ծանրաբեռնում է ամեն դեպքում մեր ապագա սերունդները եւ մեր ապագա տնտեսությունը այս պարտքի, չեմ ասի չափից դուրս, բայց ամեն դեպքում այս պարտքի աստիճանը։ Եվ Հայաստանի հնան մեկ ուրեմն հոգու համար հաշվարկածը $9,000 է այս պահին։ Եվ 2020 թվականին $4,300 էր, այսինքն մեկ մարդու վրա հաշված հնան կրկնապատվել է։ Դա հիանալի տվյալ է մեր պարագայում, բայց իհարկե մեծ անելիք կա։ Տարածաշրջանում մեկ մարդու վրա հաշված հնան ամենաբարձրը Հայաստանն է, հետո գալիս է Վրաստանը եւ հետո գալիս է Ադրբեջանը։ Դա նշանակում է, որ մեկ հոգու վրա հաշված տնտեսությունով մենք ամենաէֆեկտիվ տնտեսությունը ունենք։ Ադրբեջանի մեկ հոգու վրա հաշված տնտեսությունը ներառում է 50%-ից ավել գազի նավթի վաճառքը, ինչը հետ չի խոսում նրա մասին, որ իրանց մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորությունը, այսինքն հենց մարդու կողմից արտադրված տնտեսության մակարդակը այդքան էֆեկտիվ է, ինչքան մերը, եւ դա նաեւ շատ բանի մասին է խոսում, բայց նաեւ մեծ անելիք կա այս ուղղությամբ, որովհետեւ $9,000 շատ հեռու է կայացած եվրոպական տնտեսություններից, որտեղ որ 30,000 է, 40,000, իսկ ամենահարուստներում 70-80,000 նույնիսկ։ Ուստի առնվազն կրկնապատկելը այս թիվը միջև 10,000, միջև 20,000, այսինքն 9,000-ից հիմա միջև 20,000 մոտավորապես, դա նաև կարելի ասել, որ մեզ ուղղակի կդարձնի Արևելյան Եվրոպայի ամենաաղքատ պետությունների կողքը, այսինքն մենք դեռ հեռու ենք մեր նպատակներից, շատ ուղիղ եւ պարզ ասում եմ, բայց այն աճը, որը կա վերջի 5 տարվա ընթացքում, այդ թվում քաղաքացիական պայմանագրի քաղաքականության հետևանքով շատ կտրուկ դրական է, որովհետև այսպիսի աճը կրկնապատկելը 5 տարվա ընթացքում դա բավականին լավ արդյունք է։ Միջազգային եթե ուղղությամբ համեմատենք ուրիշ պետություններին եւ տվյալներին։ Պետք է նաեւ ասել, որ ազդել է մեր տնտեսության զարգացման վրա նաև դրամի կայունությունը եւ նույնիսկ դրամի հնարավորությունները հզորանալ։ Եթե 22 թվականին դրամը մոտավորապես $1 արժեր 490 դրամ, ապա հիմա այդ ցուցանիշը 370-390 դրամ է $1 համար։ Այսինքն մոտավորապես կարելի է ասել, որ դրամը այս ժամանակահատվածում լուրջ հզորացում ունեցավ, ինչը տալիս է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն, որ դրամի միջոցով կարողանան ել ավելի շատ գնել արտասահմանում, ել ավելի շատ մեկնել արտասահման եւ փաստացի ավելի հարուստ դարձրեց հայ հանրությունը։ Սա վտանգավոր չէ, ինչպես կան ես ասեմ, ոչ մասնագետներ տարբեր, որոնք հայտարարություններ են անում, որ ասում են, սա վատ է Հայաստանի տնտեսության համար, ոչ այդպես չէ, հակառակը հայ ժողովուրդը բացի աճից, նաև զուտ նույն քանակի դրամով ավելի հիմա հարուստ է, քան նախկինում, եթե ասցի 490-ի փոխարեն 390-370 շեմին։ Ինֆլացիոն գործընթացում ես արդեն ասացի, որ կայունություն կար եւ այն, որ այս տարվա ընթացքում 3-4% է մոտավորապես կենտրոնական բանկի Հայաստանի 4%-անոց շեմին համապատասխանում է, բայց ես շատ անկեղծ կլինեմ, որ իմ պատկերացումով 4%-անոց շեմը կենտրոնական բանկի մի փոքր բարձր է, եւ արեք ուղիղ ասենք, հա իրանք հաշվի են առնում այն, որ Հայաստանը զարգացող տնտեսություն է եւ այդ իրավիճակում ուրեմն գնաճի այս տվյալները նորմալ են զարգացող տնտեսությունների համար, այո, բայց միևնույն ժամանակ 4%-անոց աճը, երբ 5%-անոց ՀՆԱ-ի աճ ունես, ի վերջո չի բերում էֆեկտիվ փոփոխության Հայաստանում տնտեսության իրավիճակի, ուստի իմ պատկերացումով մենք չպետք է շատ բարձր այդպիսի ցուցանիշ ունենանք ցանկության գնաճի, որովհետև զուգահեռ դրա կարևոր է
որ գնաճի եւ ՀՆԱ-ի աճի միջև մեծ տարբերություն լինի։ Դա շատ կարևոր է եւ դա համոզված եմ, որ շատ լավ գիտակցում են եւ եթե համեմատենք ուրիշ նաեւ աճող տնտեսություններին, ապա այո, երբ 10%-անոց աճ է, 4%-անոց գնաճը նորմալ է, բայց 5%-անոց աճի ժամանակ 4%-անոց գնաճը նորմալ չէ եւ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ։ Աշխատատեղերի ուղղությունով ասացի, որ ընդհանուր առումով կայուն է իրավիճակը, բայց ես կարծում եմ նաև այդ ուղղությամբ գործընթացին խանգարեց իհարկե եւ այս թվերին վրա նաև ազդում է ընդհանուր առումով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը, որովհետև իրենք նաև գործ են փնտրում եւ բնական է դա եւ շատերը ապրում են շարունակում են ապրել Հայաստանում եւ ինչը շատ լավ է եւ շատ ճիշտ է եւ հաշվի առնելով դա իրանց ներկայությունը Հայաստանում զուտ այս հաշվարկների ստատիստիկայի ուղղությունով փոխեց իրավիճակը եւ ազդեց այդ ցուցանիշների վրա, բայց դա իրականում որևէ բան չի փոխում։ ՀՆԱ-ի ուղղությունով ես արդեն ասացի, որ ընդհանուր առումով այդ պանդեմիա եւ պատերազմի հետևանքով 5.4%-անոց ՀՆԱ-ի դեֆիցիտ ունեինք, բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի հանդեպ նկատի ունեմ 20 թվականին, ինչը շատ մեծ էր եւ դրանից հետո իրավիճակը կարողացավ կայունացվել ճիշտ քաղաքականության հետևանքով։ Միջազգային վարկանիշներով Հայաստանի սուվերեն կրեդիտային վարկանիշը մնում է դրական, BA3 է Moody-ի հաշվարկով եւ BB- S&P հաշվարկով, ընդհանուր առումով չեմ կարող ասեմ, որ սա շատ լավ ցուցանիշ է, բայց հաշվի առնելով ինչ ենք անցել մենք բոլորս, այս ցուցանիշները կայուն են։ Մեր նպատակը պետք է լինի, որ այս ցուցանիշները կտրուկ աճեցնել եւ զարգացնել, որովհետեւ դա բերում է նաեւ լուրջ ներդրումներ Հայաստան։ Իհարկե դա վերաբերվում է ինչպես խաղաղության մթնոլորտին, առանց որի հնարավոր չէ հասնել այս ցուցանիշների նույնիսկ պահպանմանը, բայց դա նաեւ վերաբերվում է Հայաստանում կայուն տնտեսություն ձևավորելու ձևաչափին, որը նաև կախված է ենթակառուցվածքների ապաշրջափակումի գործընթացից, որովհետև շրջափակված պետությունում կայուն տնտեսություն գոյություն չի կարող ունենալ, ներդրումներ չի կարող ունենալ։ Եվ արեք հիմա տարբեր ուղղություններով նայենք ուրեմն Հայաստանի տնտեսությունը, պետք է ասեմ, որ ընդհանուր առումով կենտրոնական բանկի վարկանիշը նաև կարելի է ասել, որ 9% էր 25 թվականի վերջին եւ Եվրազիական զարգացման բանկը նախատեսում է, որ կարող է նվազի այս ցուցանիշը մինչև 6.5% 26 թվականին։ Տեսեք, 9%-ը բարձր ցուցանիշ է, սա փաստ է, պետք է ասել, եւ իհարկե խանգարում է տնտեսության զարգացմանը, բայց իմ պատկերացումով նվազեցնել է հիմա մինչև 6.5% այն պարագայում, որ գնաճը այսպիսի արագություն է հավաքել 3-4%, կարող է վտանգավոր լինել մի փոքր։ Դրա փոխարեն ես կարծում եմ հիմա Հայաստանի կառավարությունը այնինչ անում է, եւ մենք հիմա ձեր հետ միասին կխոսենք հենց այդ ոլորտների մասին, որ ոլորտ ալ ոլորտ մենք ինչ իրավիճակ ունենք, բայց այնինչ արվում է հիմա Հայաստանում, այսինքն եթե նվազի գլխավոր կախվածությունը, որը գնաճին աջակցում է, իսկ դա հենց ասացի էներգակիրների ուղղությունն է, որովհետև մեծ մասամբ Հայաստանը ներմուծում է էներգակիրներ, ապա գնաճը կարող նվազի։ Եթե նվազի գնաճը, այդ դեպքում պետք է ասել, որ 6.5%-անոց ցուցանիշը հնարավոր է, այսինքն 9%-ից բանկային վարկերի թիվը տոկոսը կարող է նվազել մինչև 6.5 նույնիսկ, ինչ կանխատեսված է, կամ մի քանի տոկոսով 9-ից, ինչը օգնելու է Հայաստանի տնտեսությանը, Հայաստանի արտադրողներին, Հայաստանի միջին եւ փոքր նաեւ բիզնեսին նրա համար, որ կարողանա ուրեմն ձևավորել այնպիսի տնտեսություն, այնպիսի բիզնես եւ այլն, որը կօգնի Հայաստանի ՀՆԱ-ի աճին ի վերջո։ Այսինքն զուգահեռ դրա պետք է ասել, որ Հայաստանի բանկային ոլորտը մնում է կայուն, կապիտալիզացման խնդիր չկա բանկային ոլորտում եւ բանկային ոլորտը արձանագրում է եկամուտ, ինչը շատ կարեւոր է այդ ոլորտի կայունության համար։
Ինչ վերաբերվում է Հայաստանի գյուղատնտեսության տվյալներին, ապա նույն տվյալներն են մոտավորապես 8% է մնացել ՀՆԱ-ի մասը, 8% ՀՆԱ-ի կազմում է գյուղատնտեսությունը, հաշվի առնելով, որ մենք ունենք այդ ոլորտում մոտավորապես 30% քաղաքացիների մասնակցություն, կասեի, որ մենք դեռ չենք հասել մեր նպատակին, որովհետև տեսեք, կայուն զարգացած պետություններում գյուղատնտեսությունի տոկոսը ՀՆԱ-ի հանդեպ եւ բնակչության տոկոսը մասնակցող գյուղատնտեսությունում մոտավորապես իրար մոտիկ պետք է լինեն։ Իհարկե, մեր մոտ այդքան ոչ կայուն իրավիճակ չէ, որ 8%-ը ստեղծի 50%-ը մոտավորապես, ինչը շատ տեղերում կա եւ ավելին, բայց այս դեպքում ակնհայտ է, որ 8%-ը երբ ստեղծում է 30% բնակչությունդ, երբ ստեղծում է 8% ՀՆԱ-ի, դա այդքան էլ էֆեկտիվ չէ։ Ուստի գյուղատնտեսության էֆեկտիվության աճը մնում է կարևորագույն նպատակ Հայաստանի տնտեսության առումով։ Բացի դրանից պետք է ասել, որ իհարկե կլիմայական փոփոխությունները ազդում են այդ ոլորտի վրա եւ 2020-ից 22 թվականները մենք 1%-ով նվազում ունեինք գյուղատնտեսության առումով, ինչը ջրի խնդիրի հետ էր առնչվում։ Եվ 23-25 թվականներին տեսնում ենք, որ ուրեմն կայունություն կա, որովհետև պետությունը ներդրումներ արեց այս ուղղությամբ ջրի հետ վերաբերվող, ինչպես նաև ընդհանուր եղանակային տվյալները ավելի իօգուտ եւ համապատասխանում էին այս ոլորտի զարգացմանը։ Ընդհանուր առումով, ինչպես ասացի, տեսնում ենք, որ գյուղատնտեսությունում աճը վերաբերվում է մի քանի նաև ուղղության, մրգեղենի եւ այլն 20%-անոց աճ, գինու ուղղությամբ նաև զարգացումը, նկատի ունեմ խաղողի ուղղությունը 40% դրական է, բայց պետք է հասկանանք, որ գյուղատնտեսության առումով մեզ պետք է բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն ձևավորել, ինչը կբերի նրան, որ կնվազի ուրեմն տոկոսը քաղաքացիների մասնակցող այդ ոլորտում, դրա փոխարեն կաճի ՀՆԱ-ում դերը գյուղատնտեսության աճի հնարավոր է հասնել, եթե միայն բարձր տեխնոլոգիական լինի։ Ջրի խնդիրը մնում է լուրջ եւ Հայաստանը պետք է երկար ժամկետի ռազմավարություն ունենա ջրային ռեսուրսների կառավարելու ուղղությունով, հատկապես հաշվի առնելով, որ կան ջրային ռեսուրսներ, որոնք կախված են Լեռնային Ղարաբաղի տարածքից, այսինքն որը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածք է, եւ հաշվի առնելով դա փոփոխությունը, որը այդտեղ տեղի ունեցավ, Ադրբեջանը կարող է այնտեղ ձևավորել այնպիսի հիդրոէլեկտրակայաններ եւ այլն այդպիսի ազդեցություն, որը կարա Հայաստանի համար նաեւ ինչ-որ առումով ազդեցություն ունենալ Հայաստանի ջրային ռեսուրսների վրա։ Բացի դրանից Հայաստանը իհարկե իր ազդեցություն ունի Ադրբեջանի վրա էլ այդ ուղղությամբ, բայց ընդհանուր առումով Հայաստանը պետք է նույն Արաքսգետի ուղղությամբ էլ կարողանա այնպիսի իրավիճակ ձևավորի, որ ջրային ռեսուրսների կառավարումը լինի երկարաժամկետ էֆեկտիվ, որովհետև ամբողջ մեր ոչ միայն ՀՆԱ-ի 8%-ը, այլ գյուղատնտեսությունը դա ուրեմն անխուսափելի ոլորտ է, որովհետև սնունդ է մեր բնակչության եւ ժողովրդի համար, ուստի ջրի եւ հողի որակը, ջրի քանակը եւ որակը շատ մեծ կարեւորություն ունեն եւ այդ ոլորտի համար պետք է երկար ժամկետի ռազմավարություն ընդհանուր առումով։ IT ոլորտը մնում է շատ հետաքրքիր Հայաստանում եւ ակնհայտորեն IT ոլորտը լուրջ առաջընթաց ունեցող ոլորտներից էր։ Եթե 2022 թվականին 6% էր մոտավորապես IT ոլորտը, ապա այս պահի դրությամբ կարելի է ասել, որ IT ոլորտը աճել է ուրեմն ընդհանուր առումով միջև 8-10% ՀՆԱ-ի եւ լուրջ առաջընթաց ունեցավ, կարելի է ասել, որ 20-30%-ով աճ է արձանագրում տարեկան այս ոլորտը, այդ թվում Ռուսաստանից եկած մասնագետները օգնեցին այս ոլորտի աճին, եկամուտը, ավելի ճիշտ եկամուտը չէ, նկատի ունեմ այս ոլորտում ֆինանսական շարժը մոտավորապես 2 միլիարդ դոլարից ավել էր 23 թվականին եւ դա 43%-ով ավել էր, քան 22 թվականին, այսինքն IT ոլորտի 87%-ը ձևավորված է IT ոլորտի սերվիսների արտահանումով, ինչը շատ դրական է նաեւ եւ պետք է ասել, որ Ռուսաստանից եկած քաղաքացիները օգնեցին այս ոլորտը ավելի
աշխուժացնել եւ զարգացնել, հա, եթե նայենք 23 թվականին, ապա 340 միլիոն դոլար եկամուտ է տվել IT ոլորտը, ինչով մոտավորապես 51%-անոց աճ է արձանագրվել բյուջե եկամուտներ Հայաստանի IT ոլորտից։ Եվ ընդհանուր առումով կարող ենք ասել, որ IT ոլորտը շատ լավ առաջընթաց է ունենում, այդ թվում վերջի տվյալները խոսում են նրա մասին, որ 25 թվականին IT ոլորտի աճը ել ավելի մեծ պետք է լինի, ել ավելի լավ թվեր պետք է լինեն։ Մենք դեռ չունենք հստակ թվերը IT ոլորտի, բայց կարող եմ ենթադրել, որ դա ուրեմն մոտավորապես ՀՆԱ-ի 10%-ին է կամ նույնիսկ ավելին է մոտիկ, եւ դա շատ կարեւոր տվյալ է իհարկե։ Էներգետիկ ոլորտը անպայման պետք է ձեր հետ միասին վերլուծենք եւ կարելի է ասել, որ Հայաստանում փորձ է արվում եւ դուք դրա մասին գիտեք, էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացնել նաեւ մատակարարման ուղիները, որովհետեւ հիմա հաշվի առնելով, որ Հայաստանը ներքին էներգետիկ հնարավորություններ չունի, նկատի ունեմ նավթային այդպիսի էներգետիկ հնարավորություններ, Հայաստանը ամբողջությամբ կախված է ռուսական գազից, Վրաստանով անցնող գազատարի միջոցով, որը ապահովում է ուրեմն էլեկտրոկայանների եւ նաեւ ժողովրդի անհրաժեշտ այդ ծախսը այդ ուղղությունով գազի եւ միևնույն ժամանակ Իրանի հետ իհարկե կա, գիտեք, որ այդպիսի պայմանավորվածություն, բայց այդտեղ գազը եւ հոսանքը փոխարինվում է եւ Իրանի ուղղությունով գազատարը շատ փոքր է, ինչը մնում է խնդրահարույց։ Ընդհանուր առումով գազը Հայաստանի տնտեսությունում ունի շատ մեծ դեր, 80%-անոց, գիտեք, շատ լավ մեքենաները նաև կախված են գազից, եւ ընդհանուր առումով պետք է ասել, որ Ռուսաստանի վրա կախվածությունը խնդիր է, Իրանի հետ, եթե հնարավոր լինի գազի մատակարարումները ավելացնել, նկատի ունեմ, հուսով եմ, ապագայում Իրանում իշխանությունը փոխվի եւ պատժամիջոցներ չլինեն եւ Հայաստանը հակառակը Իրանի գազի լուրջ ներմուծող դառնա, լուրջ եւ նույնիսկ արտահանող եթե պետք լինի դառնա դեպի Եվրոպա, իրանական գազի, երբ իշխանությունը Իրանում փոխվի, հուսով եմ, ապա դա լավ հնարավորություն կլիներ Հայաստանի համար։ Բացի դրանից, նույն այս իրավիճակում պետք է արձանագրել, որ եւ Վրաստանը հետաքրքրված կլիներ դրանով, եթե Իրանում լինի արևմտամետ իշխանություն, այլ ոչ թե այս, որովհետեւ Վրաստանը ամեն դեպքում խուսափում է այս Իրանի հետ շատ խորացնել հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանը, որովհետեւ կան պատժամիջոցներ եւ այդ պատժամիջոցները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել այդ պետությունների համար։ Ուստի եթե Իրանում փոփոխություն լինի, ապա Իրանի գազի այստեղ տրանզիտը կարա շատ հետաքրքիր նոր հնարավորություն լինել մեր համար։ Մեծամորի ատոմակայանը մոտավորապես վերջի տվյալներով 30-ից 40% է Հայաստանի հոսանքի գեներացնում եւ օգտագործում է Ռուսաստանից ներմուծվող հումք, այսինքն ուրան, որը պետք է այդ ատոմակայանում։ Հետաքրքիր այն է, որ Հայաստանը նաև ունի պայմանավորվածություններ եւ հնարավորություն, որ ամեն դեպքում, եթե Ռուսաստանը ուրեմն ավարտի այդ ատոմակայանի հումքը ներմուծել Հայաստան, որ մենք անցնենք ամերիկյան հումքի վրա, դա վտանգավոր չի լինի, որովհետեւ Միացյալ Նահանգները սովետական ձևաչափի ատոմակայանների վրա իրենց հումքը ադապտացրել են Ուկրաինայում, Ուկրաինան վաղուց արդեն Ռուսաստանից կախված չէ, դե պատերազմ է ոնց կախված մնար, եւ հաշվի առնելով դա պետք է հստակ արձանագրվի, որ Հայաստանը ունի հնարավորություն ինչպես փոխարինել ռուսական գազը իրանական եւ ադրբեջանական գազով կամ չփոխարինել, նվազեցնել ռուսական գազի տոկոսը, որը հիմա շատ բարձր է, եւ նվազեցնել միջև կայուն իրավիճակ, խոսքին եթե Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի դերը լիներ 30-30%, խոսքին այսօրվա Իրանը նկատի ունեմ, դա կլիներ նորմալ կայուն իրավիճակ։ Եթե ապագա Իրանի մասին է խոսքը, ապա 50% Իրանի դերը խոսքին եւ 25-25 կամ 30-20 Ռուսաստան-Ադրբեջան, որ Ռուսաստանը չունենա ցանկություն եւ Ադրբեջանն էլ չունենա ցանկություն, դա առանձին թեմա է, կանգնեցնել մատակարարումները։ Ուստի եթե մենք այդ ուղղությունով ենք շարժվում, բալանսավորվելը այդ ուղղությունով դա ամենապրագմատիկ քայլն է։ Ատոմակայանի ուղղությունով արդեն ասեցի եւ դա լավ հնարավորություն է ընդհանուր առումով, բայց մենք նաեւ այստեղ ձեր հետ միասին պետք է հստակ նաեւ խոսենք եւ նշենք,
նրա մասին, որ Ռուսաստանի վրա այս կախվածությունը խնդիր է ներկայացնում, հատկապես եթե մենք ունենանք որևէ Ռուսաստանի հետ քաղաքական խնդիր, իսկ քաղաքական խնդիր կարող ենք ունենալ բազմաթիվ պատճառներով, եւ դու դա շատ լավ գիտեք, մենք դրա մասին հաճախ խոսում ենք։ Հայաստանը ընդհանուր առումով կարելի է ասել, որ արդեն հասնում է 30%-անոց ցուցանիշին վերականգնվողական աղբյուրներից հոսանքի ուրեմն ստանալու այս գործընթացում, եւ դա հիանալի տվյալ է, հիանալի 30%-ը հիանալի է, մենք տեսնում ենք արևային ուրեմն պանելների ուղղությունով զարգացումներ եւ մեծ արևային կայանների զարգացում, Մասրիկ 1 55 մեգավատանոց արևային էլեկտրոկայանը ուրեմն արդեն ցանցում է, արդեն ակտիվ է եւ կառուցվում է եւս մեկ ուրեմն ծրագիր Միացյալ Արաբական Էմիրությունների հետ միասին 200 մեգավատանոց ուրեմն արևային էլեկտրոկայան։ Այստեղ պետք է ասել, որ ընդհանուր առումով 440 մեգավատանոց ատոմակայանը, եթե համեմատենք այս կառուցվող նոր ուրեմն արևային կայանի հետ 200 մեգավատանոց, ապա կարելի ասել կես ատոմակայան է կառուցվում մեկ ծրագրով, այսինքն 50%-անոց կես ատոմակայան։ Շատ կարևոր է դա։ Ընդհանուր առումով Հայաստանի կառավարությունը պլանավորում է, որ առնվազն 1000 մեգավատ ուրեմն արևային կայան կառուցի մինչև 2030 թվականը, ես համարում եմ սա շատ կարևոր ուղղություն, շատ ճիշտ ուղղություն մեր էներգետիկ ոլորտում զարգացմանը, որովհետև ատոմակայանն մի ուղղությունով զարգացնելը դա ճիշտ հնարավորություն է եւ դրա մասին հիմա կխոսենք, բայց արևային կայանները այն առումով են հետաքրքիր, որ առաջինը դա վերականգնողական է, այդտեղ չկան վտանգներ, նկատի ունեմ այդ թվում չկա խոսքին որևէ հիդրոկայան ունեցող վտանգներ, նկատի ունեմ ջրի ռեսուրսի ուղղությամբ, չկա ատոմայինի պես վտանգներ ռադիացիայի, որը դուք շատ լավ գիտեք, որ կա այդ վտանգը, բայց հստակ պետք է ասել, որ նաև խոցելի չէ, որովհետև դու չես կարող ռազմական նույնիսկ գործողությունների ժամանակ ատոմակայանը խոցելի է, ես չեմ ասում, որ դա կարա տեղի ունենալ առհասարակ կամ օրակարգում է, ես ասում եմ ատոմակայանը մեկ օբյեկտ է, այսինքն խոցելի օբյեկտ է, նույն երկրաշարժը ատոմակայանին շատ ավելի կարող վնաս հասցնի, քան արևայինին, ուստի արևայինը շատ լավ է Հայաստանի համար եւ կարեւոր է, ես եւ շատ եմ ողջունում Հայաստանի իշխանությունների կառավարության այդ քաղաքականությունը այս ուղղությունով, համարում եմ, որ նույնիսկ էլ ավելի շատ է պետք անել։ Բացի դրանից պետք է ասել, որ փոքր հիդրոկայանների կառուցման գործընթացը, որոնք 10% հոսանքի են տալի, նաեւ շատ հետաքրքիր ուղղություն է եւ պետք է ասել, որ գազի ուղղությունով Հայաստանի կախվածությունը, խոսքին գազի վրա կախված էլեկտրոկայանների, որը Երևանում նաև կա, Երևանի մոտ 250 մեգավատ ուրեմն արտադրող էլեկտրոկայանը, գազի վրա աշխատող, դա իհարկե շատ նաև կարևոր դեր ունի Հայաստանի տնտեսությունում, բայց դա օդի մաքրության եւ էկոլոգիական խնդիրներ ունի եւ մենք ինչ-որ ժամկետում պետք է հաշվարկենք այնպես, որ կարողանանք փոխել այս իրավիճակը եւ ամբողջությամբ անցնել դեպի վերականգնողական աղբյուրներ։ Մեծամորի ատոմակայանին ինչ վերաբերվում է, ապա մինչև 36 թվականը ձգվել է այս գործընթացը եւ Իրանի հետ նոր պայմանագրեր, այսինքն Մեծամորի ատոմակայանի գործելը, մեզ դա տալիս է մոտավորապես 10 տարի այստեղից, որ մենք կարողանանք առաջինը կառուցել նոր ատոմակայան, երկրորդը ինչքան կարելի ավելի փոխարինել ատոմակայանի դերը մեր տնտեսությունում։ Իրանի ուղղությունով գիտեմ, որ նոր պայմանավորվածություններ կային առհասարակ եւ այլ ավելի շատ պետք է առևտուր լինի գազ, էլեկտրո հոսանքի դիմաց այդ ձևաչափով ուրեմն համագործակցություն, Վրաստանի ուղղությունով նաև ընդհանուր առումով արտահանել է Հայաստանը դեպի Վրաստան հոսանք, դա էլ նաև հետաքրքիր է, եւ նաև պետք է ասել, որ Հայաստանի ուրեմն
հումքի արտադրման ուղղությունով Հայաստանի տնտեսությունը շատ մեծ դեր ունի, այդ թվում մոլիբդենի, ոսկու, ուրիշ միներալների շատ կարևոր 23%-անոց դեր ունի Հայաստանի ՀՆԱ-ում այս ոլորտը, ինչը Հայաստանի համար շատ մեծ կարևորություն ունի։ 23%-ը իրոք շատ է, եւ մենք պետք է կարողանանք ապագայում նաև փոխել իմ պատկերացումով այդ ուղղությունը, որովհետև չի կարելի հումքի արտադրությունը, որ ունենա այսպիսի մեծ դեր տնտեսությունում, դա վնասում է մեր էկոլոգիային, ընդհանուր առումով դա խելացի տնտեսություն հաստատ չէ, երբ մի բան այստեղից արտահանում ես Հայաստանից, տանում ես եւ ծախում ես ինչպես հումք, դա Ադրբեջանի նավթի ոլորտի նման բան է եւ այդտեղ որևէ խելացի բան չկա։ Արտադրությունը դրա փոխարեն տարբեր ոլորտներում չիպերի, բարձր տեխնոլոգիաների եւ այլն, դա շատ հետաքրքիր ոլորտ է, IT ոլորտը շատ հետաքրքիր ոլորտ է, էներգետիկ ոլորտը, որտեղ որ Հայաստանը կարող է ունենալ նույնիսկ արտահանման հնարավորություն, տրանզիտի հնարավորություն, գազի, նավթի եւ այլն, դա շատ հետաքրքիր է, բայց զուտ ուրեմն որևէ բան Հայաստանի տարածքից արտահանելը նկատի ունեմ հումք, չեմ համարում, որ դա ճիշտ ուղղություն է, որ մենք զարգացնենք այդ ուղղությամբ տնտեսությունը։ Շինարարությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսությունում եւ կարելի ասել, որ մենք տեսնում ենք դրական զարգացում այդ ուղղությամբ, դա նաեւ իհարկե կախված է նրանից, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար պետք եղավ շինարարություն, այդ թվում եւ այդ ոլորտը դրանով նաեւ զարգացավ, բայց ոչ միայն դրանով, հակառակը կարող ենք ասել հյուսիս-հարավ ճանապարհի հատվածը դուք շատ լավ արդեն գիտեք, ինձանից լավ նույնիսկ, բայց ես էլ վերջերս այդ ճանապարհով նաեւ ուրեմն Երևանից Գյումրի գնացի եւ Երևան-Գյումրի ճանապարհը պատրաստ է, ինչը հիանալի բաղադրիչ է նաեւ այդ ուղղությամբ եւ տեսնում ենք, որ ընդհանուր առումով շինարարությունը ակտիվ Հայաստանում շարունակվում է, նաեւ ՀՆԱ-ի ուղղությունով դերը ունի իհարկե եւ կարելի է դա արձանագրել, որ այդ դեր ունի իհարկե դպրոցային կառուցումները եւ այլն, ընդհանուր առումով շինարարությունը ինքը ձևավորում է եկամուտ։ Բացի դրանից պետք է ասել, որ Երևանը եւ նույն Ծաղկաձորը եւ Դիլիջանը ակտիվորեն շարունակում են Գյումրինել զբոսաշրջության ուղղությունով զարգանալ եւ կարելի ասել 2025 թվականը ընդհանուր առումով կարելի ասել, որ առաջընթացի տարի էր, այդ թվում ներդրումների ուղղությունով էլ, դեպի Հայաստան եւ զբոսաշրջության ուղղությունով էլ եւ տեսնում ենք լավ հետաքրքիր աճ ներդրումների ուղղությունով տարբեր ոլորտներում Հայաստանի, ինչը շատ դրական է։ 2025 թվականը նաև զբոսաշրջության ուղղությունով Հայաստանում պատմական է կարելի ասել, շատ լուրջ առաջընթաց կա եւ տեսնում ենք, որ աճում է նաև հարևան պետություններից, ուրիշ պետություններից, արևմուտքից նաև վիզեարի մուտքը Երևան դա նաև օգնելու է իհարկե այս թռիչքներին, ինչպես նաև Turkish Airlines-ի այս բացումը Ստամբուլ-Երևան թռիչքների, խնդրեմ ուշադրություն դարձնեք, որ դա չի վերաբերում միայն թուրքերին իհարկե, որովհետև Ստամբուլը տարածաշրջանային հաբ է, երբ խոսքը գալիս է թռիչքների մասին եւ շատերը շատ եվրոպացիք էժան կկարողանան Ստամբուլով գալ Հայաստան, այլ ոչ թե միայն թուրքերի մասին է խոսքը, բացահայտ պարզ է սա կարծում եմ։ Զբոսաշրջության ուղղությունով Հայաստանը իրոք լուրջ քայլեր է անում եւ առաջընթաց կա եւ ես գովելի եմ համարում ընդհանուր առումով այդ քայլերը, որոնք արվում են Տավուշի մարզի, Սյունիքի մարզի ուղղությունով, ես արդեն նշեցի մի քանի ոլորտ, խաղաղությունը ազդում է շատ դրական Հայաստանում զբոսաշրջության ուղղությունով, հատկապես ամենախաղաղ տարին ունենալու իրավիճակում կայուն առանց կրակոցներ, դա բերում է նրան, որ Հայաստան զբոսաշրջիկների հոսքը աճում է, ինչը բերում է Հայաստան գումար, ինչը բերում է Հայաստան ներդրումներ եւ դա օգնում է Հայաստանի տնտեսությանը։ Ֆինանսական ոլորտը Հայաստանում եւս մեկ հետաքրքիր ոլորտ է, որը շարունակում է ակտիվորեն զարգանալ, 15% ՀՆԱ-ի կազմում է ֆինանսական բանկային ոլորտը, որը ունի լավ 10%-անոց աճ այդ ոլորտում, այդ թվում բանկային համակարգը Հայաստանում էֆեկտիվ է գործում, կարելի է ասել, եւ բանկային համակարգի
ունեցվածքը ՀՆԱ-ի 100%-ին անցել է, լավ կապիտալիզացված է այս ոլորտը եւ շարունակում է ընդհանուր առումով սպասարկել Հայաստանի տնտեսությունը, կարելի ասել, կայուն։ Եվ տարբեր շուկաները ընդհանուր առումով դրական են գնահատում Հայաստանում բանկային ոլորտը, կայունությունը ֆինանսական, ինչը բերում է նրան, որ ներդրումները ել ավելի ակտիվ են տեղի ունենում Հայաստան։ Առևտուրը Հայաստանում նաև կարելի է ասել, որ շարունակում է աճել եւ Հայաստանի ուրեմն Ռուսաստանը մնում է ամենախոշոր գործընկերը առևտրի ուղղությունով, պետք է ասել, որ ուղարկած գումարները դեպի Հայաստան նաև մեծ նշանակություն ունեն Սփյուռքից եւ Ռուսաստանի հետ առևտուրը մոտավորապես 30%-ը մեր արտահանման գալիս է Ռուսաստանից դեպի Ռուսաստան եւ 40%-ը ուրեմն գնման, այսինքն ներմուծելու 40% գալիս է Ռուսաստանից, դա ամեն դեպքում ամենաշատը դա հենց նավթի գազի ուղղությունն է։ Այսինքն Ռուսաստանը մնում է մեր կարևոր գործընկերը տնտեսության առումով, դրանով է նաև դուրս գալի, դրանից է նաև բխում այն, որ Հայաստանը մնում է Եվրազիական տնտեսական միության անդամ դեռ։ Իհարկե շուկաներին դիվերսիֆիկացումը պետք, իսկ դիվերսիֆիկացումը պետք է տեղի ունենա որևէ տարածքով, այդ թվում Թուրքիայի տարածքը այդ ուղղությունով շատ կարևոր է, բացի Վրաստանի տարածքից, որտեղ որ կան խնդիրներ։ Դեպի Ռուսաստան նաև մեր արտահանումը իր նաև կարևոր դերը ունի։ Բացի Ռուսաստանից Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է 17%-անոց եւ դա շարունակում է աճել, Հայաստանը այդտեղ համագործակցում է ակտիվորեն Նիդերլանդների հետ, Գերմանիայի հետ, Շվեյցարիայի եւ Բելգիայի հետ, տարբեր նաև ուրիշ պետությունների SEPA համաձայնագիրը Հայաստանի եւ ուրիշ համաձայնագրերը բերում են աճին այս ուղղությունով, Եվրոպական միությունը Հայաստանին ցուցադրում է օգնություն միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր եվրո ուրեմն քանակով եւ դա բավականին հետաքրքիր ոլորտ է։ Չինաստանը Հայաստանի համար նաև աճող գործընկեր է, 15% Հայաստանի էքսպորտի արտահանման նաև գալիս է Չինաստանի եւ Չինաստանը նաև մասնակցում է տարբեր ծրագրերում Հայաստանում, կառուցման ծրագրերում եւ ընդհանուր առումով դա դրական դինամիկային է բերում։ Տարածաշրջանում մնում է իհարկե Վրաստանը եւ Իրանը կարևորագույն Հայաստանի համար գործընկերներ, որովհետեւ Հայաստանի ուրեմն առևտրի 70%-ը գալիս է Վրաստանի վրա, Բաթումի, Փոթի նավահանգիստներով եւ դեպի Ռուսաստան ճանապարհով 70%-անոց կախվածություն Վրաստանից, որը պետք է նվազի եւ դա շատ կարեւոր է։ Իրանի ուղղությունը նաեւ շատ հետաքրքիր է, Իրանի ուրեմն դերը մեր առևտրի մեջ 5%-ը, ինչը ապագայում եթե Իրանում իշխանությունը փոխվի, կարող է աճել եւ դա շատ լավ հետաքրքիր ոլորտ է նաեւ, բայց այս պահին դա տեղի չի ունեցել։ Մնացած Եվրասիական տնտեսական միության անդամների հետ Հայաստանի առևտուրը ընդհանուր առումով բարդ իրավիճակում է գտնվել, բայց սկսել է բարելավել, որովհետեւ ճանապարհ դեպի Ղազախստան, դեպի Ղրղստան, դեպի Բելարուս բացվել է, որովհետև բացվել է երկաթուղին Ադրբեջանի միջոցով եւ դա կարա օգնի այդ պետությունների հետ էլ, հատկապես Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հարաբերությունները բարելավել եւ զարգացնել։ Եվ այդ ուղղությունով պատմական տարի էր, պատմական հնարավորություններ են ձևավորվել։ Հայաստան կարելի ասել, որ ուղիղ ներդրումները նաև աճում են, 5-6% Հայաստանի ՀՆԱ-ի ուրեմն գալիս է մոտավորապես ուղիղ ներդրումներից եւ այդ ներդրումներում իհարկե շատ կարեւոր դեր ունեն ամերիկացիք եւ եվրոպացիք, նաեւ հատկապես ներդրումներ են արվում բանկային ներդրումներ են արվում էներգետիկ, ինչպես նշեցի արդեն, եւ իհարկե զբոսաշրջության ոլորտներում ակտիվ։ Ամենակարևոր հարցերից մեկը դա Nvidia-ի ներդրումն է, որը բարձր տեխնոլոգիական ներդրում է արդեն Միացյալ Նահանգների օգոստոսի 8-ի փաստաթղթի հետևանքով, ինչը շատ դրական եմ ես գնահատում եւ շատ կարեւոր, եւ գիտեք, որ 500 միլիոն դոլարանոց ներդրում է, խոսք է գնում նույնիսկ, որ մինչև 1.5 միլիարդ կարող է աճել, պատմական է Հայաստանի համար, հսկայական հնարավորություն է, եթե այդ ուղղությունով շարժվենք, դա մեր IT ոլորտին ել ավելի մեծ հնարավորություն կտա եւ կկարողանանք փոխարինել մնացած ոլորտները, որոնց մասին ես արդեն նոր խոսեցի։ Ընդհանուր առումով կարելի է ասել, որ Հայաստանում ուրեմն ՀՆԱ-ի տվյալները
ուրեմն ռեալ հնան նկատի ունեմ, շատ լրջորեն աճել է եւ per capita հնան նաեւ աճել է լրջագույն ձևով եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողացել է 18-24 թվականներում ապահովել 7%-անոց միջին տարեկան ՀՆԱ-ի աճ, ինչը շատ լավ տվյալ է հաշվի առնելով պատերազմը եւ համաճարակը։ Առանց պատերազմ համաճարակ ավելի շատ կլինի։ Պատերազմ նկատի ունեմ մեր պատերազմը, այսինքն Ղարաբաղյան, Ուկրաինայի պատերազմը հակառակը ի օգուտ Հայաստանի տնտեսությունի ազդեց, բայց դա առանձին թեմա է։ Ընդհանուր առումով կարևոր է խաղաղության գործընթացը մեր տնտեսության համար, կարևոր է կայունությունը, կարևոր է լոգիստիկ կապերի բացումը, կարևոր է դիվերսիֆիկացնել մեր շուկան եւ զարգացնել հատկապես առաջատար տեխնոլոգիական ուղղությունները։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, հարգելի հայրենակիցներ, գալիս ենք եւ կապում ենք այս ամեն ինչը գործող իշխանությունների քաղաքականությանը եւ նախընտրական նաեւ մթնոլորտին։ Ակնհայտ է, որ հենց քաղաքացիական պայմանագիրն է շարժվում դեպի խաղաղության օրակարգ ամենաշատ եւ ուրիշ ուժերը օգոստոսի 8-ի բովանդակությունը աջակցող նկատի ունեմ ընդդիմադիր ուժերը, ապա դա շատ կարեւոր է մեր տնտեսության համար, երկրորդը խաղաղությունը Ադրբեջանի, Թուրքիայի ուղղությամբ, կայունությունը, լոգիստիկ կապերի բացումը նաեւ շատ կարեւոր է, դիվերսիֆիկացումը շատ կարեւոր է այդ ուղղությամբ։ Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը, որը բերում է, հարգելի հայրենակիցներ, ակնհայտորեն ներդրումներին եւ ուրեմն հարաբերություններին այդ ուղղությունով, այդ թվում Nvidia-ն նշեցի, այդ թվում ուրիշ բարձր տեխնոլոգիաներ եւ այլն, այդ ամեն ինչը նաեւ նպաստում է Հայաստանի տնտեսությունին եւ ընդհանուր առումով մնացած ոլորտներում շինարարության եւ այլն տեսնում ենք, որ դրական տենդենսներ են։ Ուստի ես կասեմ, որ Հայաստանի կառավարության հիմա տնտեսական քաղաքականությունը մեծ մասամբ ճիշտ է, մեծ մասամբ ճիշտ ուղղությունով է շարժվում, բայց կան վայրեր, որտեղ որ Նիկոլ Փաշինյանի կառավարության էֆեկտիվությունը պետք է աճի եւ առհասարակ մեր համար կա նպատակ, որ այդ ուղղությունները ունենան ել ավելի կարեւոր աճ եւ զարգացում։ Ուստի կա վայրեր, որտեղ որ կարելի է իշխանություններին քննադատել, ասել, որ այս վայրերին ուշադրություն ավելի շատ դարձնեն, դա էլ նաեւ բնական եւ կարեւոր մաս է եւ մենք նաեւ ձեր հետ միասին դրանով կզբաղվենք, որովհետեւ ինչպես տեսնում եք, չնայած նրա որ իմ գլխավոր մասնագիտությունները միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, պետական կառավարում է, հենց պետական կառավարման ուղղությամբ կարամ ասեմ, որ տնտեսությունը իմ սիրած եւ իմ համար ամենահետաքրքիր ոլորտներից մեկն է պետական կառավարման ուղղությունով, ուստի ես այստեղ նաեւ մասնագետ եմ, հաշվի առնելով, որ պետական կառավարման կարևորագույն բաղադրիչ է, ես պետական կառավարման մասնագետ եմ, հաշվի առնելով դա բացահայտ եւ բացահայտ ասում եմ եւ ակնհայտ է, որ այս ոլորտը ինձ եւ մեզ հետաքրքրում է, մեզ այստեղ նկատի ունեմ ալիքում եւ մենք այս ոլորտի ուղղությամբ նաեւ ձեր հետ միասին աշխատելու ենք, դա նաեւ շատ կարեւոր է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։